Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը եւ սահմանադրագետը գլխավորել են Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի ցուցակը։ 3 փակ համագումարի ընթացքում է հրապարակվել դաշինքի առաջին 36 համարների անունները, իսկ ինչու գաղտնի։ Լրատվամիջոցներ չեն հրավիրվել, որից է եթեր չկար, լուսաբանում չկար։ Դա մի քիչ զարմանալի է, որովհետեւ քաղաքական ուժերը առավել եւս այս փուլում փորձում են առավելագույնս լուսաբանվել։ Եվ հակառակ ցանկությունը մի քիչ անհասկանալի է։ Ամեն դեպքում անկախ դիտոր դաշինքը կարողացել է դիտարկել համագումարին տեղի ունեցած ամեն ինչ մեզ հայտնի է։ Ասեմ, որ ոչ մի արտառոց բան համագումարի ժամանակ չի տեղի ունեցել։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող Գոհար Մելոյանը պարզաբանում է, լրատվամիջոցներից խուսափելու որևէ միտում չի եղել։ Աշխատանքային, որովհետև ներկուսակցական հարցեր կան, խնդիրներ կան, մենք փորձում ենք նաև այնպիսի միջավայր ստեղծել, որ մեր կուսակից ընկերների հետ փորձենք աշխատանքային հարաբերությունները ավելի ջերմացնել ու բնականաբար լրատվամիջոցների ներկայությամբ դա այդքան էլ հնարավոր չի լինի։ 36 անունների մեջ հայտնի եւ անհայտ դեմքեր են նախկին падգամավորից մինչեւ տնտեսագետ, նախկին փոխնախարարներից մինչեւ նախկին քաղաքապետներ։ Ցուցակը ընտրվել է հաշվի առնելով մարդկանց մասնագիտական ունակությունները, հաշվի առնելով մարդկանց այսպես երկրի վիճակի վերաբերյալ պատկերացումները եւ մարդկանց անցած փորձը, ինչպես նաեւ դիրքորոշումները ընդհանրապես, ինչպես կարելի է երկիրը ոտքի հանել։ Ուշագրավ է, որ ցուցակից բացակայում է Ուժեղ Հայաստանի խորհրդի անդամ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող Ալեքսան Ալեքսանյանը։ Ֆակտոր TV-ի տեղեկություններով պատճառն այն է, որ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Ցուցակում ներգրավել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշատ Համրազյանը եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը, նախկին հանրապետական Վանաձորի նախկին քաղաքապետ այժմ ավականո անդամ Մամիկոն Ասլանյանը, Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Յոլյանը, Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտաքին եւ լիազոր նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը, Ապրելու երկիր կուսակցության նախկին 2 անդամներ Վրույր Այվազյանը եւ Արկադի Թամազյանը, որը նաեւ Ալավերդիի նախկին համայնքապետն է, լրագրողներ Մարիաննա Ղարամանյանը եւ Անուշ Միրզոյանը, ողջ մնալու արվեստ կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի որդին Վաղինակ Վարդանովը եւ այլք։ Մեկտեղվեցին մարդիկ, ովքեր շատերը իրենք ճանապարհ անցած գործընկերներ են, բայց ավելի մեծականակ մարդիկ մեկտեղվեցին թե պարոն Կարապետյանի, թե այս քաղաքական ուժի շուրջ ի սկզբանե որպես հասարակական կազմակերպության հասարակական շարժման մեր ձևով շարժման համատեքստում, բացառապես մեկ հիմնական նպատակով, հայրենասիրություն եւ ազգայինը ինքնությունը պահպանման հիմնարար նպատակին հետևելով։ Ապրելու երկիր կուսակցության նախկին անդամ Վրույր Այվազյանը Ֆակտոր TV-ի հետ զրույցում պարզաբանեց, ինչպես է հայտնվել Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի ցուցակում։ Դադարեցրել եմ իմ անդամակցությունը Ապրելու երկիր կուսակցությանը եւ հիմա քաղաքական պայքարի մեջ եմ Ուժեղ Հայաստան կուսակցության հետ, Ապրելու երկիր կուսակցության անդամների հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, իմ լավ ընկերներն են, հայրենասեր մարդիկ են, բայց այս պահին որոշումը կայացվել է այսպես իմ կողմից։ Դաշինքը շարունակում է հայտարարել, իրենց ուժի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, ինչին ի պատասխան իշխանությունից հակադարձում են, նա չի կարող լինել, քանի որ նաև այլ երկրների քաղաքացի է։ Ուժեղ Հայաստանն էլ պարզաբանում է, մեծամասնություն ստանալուց հետո այդ խնդիրը կլուծվի սահմանադրական նախագիծ բերելով եւ ընդունելով։ Արդեն սկսվել է քաղաքացիությունից հրաժարման գործընթացը եւ շատ կարեւոր է, որ մենք ազնվորեն ներկայացրել ենք այն ճանապարհային քարտեզը, որով Սամվել Կարապետյանը դառնալու է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Վլադիմիր Պուտինը Սամվել Կարապետյանի թեման բարձրացրել էր Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, ինչին վարչապետն արձագանքել էր, որ Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձին լինել падգամավորի կամ վարչապետի թեկնածու, իսկ սոցցանցերում թեմայի շուրջ երկու ուժերի բանավեճն ընթանում է կոշտ բառամթերքով։ Վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ։ Թե ինչա լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ։
Ուշագրավ է, որ քաղաքական ուժի հրապարակած ցուցակի առաջին 36 հոգու մեջ ուժեղ Հայաստանին միացած նոր դարաշրջան կուսակցության եւ Հայաստանը ես եմ քաղաքական նախաձեռնության որևէ անդամ չկա։ Ֆակտոր TV-ն փորձեց այս հարցով պարզաբանում ստանալ, սակայն ապարդյուն նոր դարաշրջանի գրասենյակից ասացին, ղեկավար Հարություն Հարությունյանը տեղում չէ, իսկ Հայաստանի ես եմ քաղաքական նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանը մեր հարցը լսելուց հետո խոստացավ ավելի ուշ պատասխանել։